Բարի գալուս Civilnet, տեսակապի միջոցով ես զրուցելու եմ Կովկասի ինստիտուտի փոխնախագահ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ, որի հետ փորձելու ենք ամփոփել ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ի այցի ռազմաքաղաքական հենց բաղադրիչը, արդեն հայտնի է, որ ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնել են կամ կանաչ լույս են տվել Հայաստանի հետ ռազմատեխնիկական բնույթի մեկ գործարքի գոնե, խոսքը ամերիկյան արտադրության հետախուզական ԱԹՍ-ների, անօդաչու թռչող սարքերի վաճառքի մասին է Հայաստանին։ Պարոն Մինասյան, շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, ասացեք խնդրեմ, իհարկե գործարքը ինքն իրենով այդքան մեծ չի, զուտ ռազմական տեսանկյունից, ռազմական գործարքների տեսանկյունից, խոսքը $11 միլիոն մասին է, բայց կա կարծիք, որ սա դեռ սկիզբն է, եւ սա ճանապարհ է հարթում ռազմատեխնիկական ոլորտում ել ավելի խորացնելու հայ-ամերիկյան համագործակցությունը եւ հարաբերությունները։ Ինչ եք դուք կարծում։ Նախ պիտի նշենք, որ իրականում Հայաստանի եւ Միացյալ Նահանգների միջև ռազմատեխնիկական համագործակցության պատմությունը մի քիչ ավելի խորն է եւ Միացյալ Նահանգները արդեն իսկ ժամանակին տրամադրել են Հայաստանին որոշ ռազմատեխնիկական միջոցներ, նույնպես դա մեծամասամբ ոչ լետալ միջոցներն են, դա կապի հետախուզության միջոցներն են, բայց այս անգամ այս գործարքը VBET դրոնների տրամադրումը որակապես այլ տեխնոլոգիական մակարդակով կարելի ասել գործարքը, որտեղ այդ միջոցները, որոնք որ նաև պարունակում են արհեստական բանակցության էլեմենտներ եւ նաեւ ռազմական գործողություններում արդեն կիրառվել են եւ օգտագործվել են օրինակ ուկրաինական բանակի կողմից զինված գործողություններում Ուկրաինայում ունեն բավականին լուրջ հնարավորություններ եւ հետախուզության եւ նաեւ կրակի հետախուզման եւ կոորդինացիայի հատկապես հրթիռային եւ հրետանային միջոցների համար, ինչը կարևոր է Հայաստանի համար, հաշվի առնելով նաեւ վերջի ժամանակներում բավականին արդիականացված եւ ուժեղացվող հրթիռահրետանային այն հնարավորությունները, որոնք ստանում է նաեւ Հայաստանը այս շրջանում եւ այդ տեսանկյունից այո մենք կարանք ասենք որ խոսքը գնում է եւ որակապես լուրջ տեխնոլոգիական համագործակցության եւ հույս ունեմ որ դա նույնպես չնայած որ ոնց նշեցի դա ոչ լետալ միջոց է բայց կարա ընդհանուր առմամբ ուժեղացնի կրակային միջոցների էֆեկտիվությունը Հայաստանի զինված ուժերի կողմից Շատ լավ, ձեր կարծիքով որպես նաև մարդ, որը երկար ժամանակ զբաղվել եք եւ նաև զբաղվում եք ռազմական թեմայով, այս գնումները, որ Հայաստանն իրականացնում է, Հնդկաստանից գնումներ, հրետանային միջոցներ, հրթիռային միջոցներ, հա, Ռուսաստանից ունենք շարունակվող դերևս գնումներ քիչ, բայց շարունակվում են, Ֆրանսիայից կան գնումներ, Ցեզար համակարգերի եւ այլ, եւ հիմա Ամերիկայից դրոնների տեսքով գնումներ, հա, այս համակարգերը միասին կարողանում են էֆեկտիվ գործել եւ աշխատել, որովհետեւ երկու կարծիք կա, մեկը ասում է, որ մի տեղից պետք է գնում կատարես, որպեսզի այդ համակարգները սինխրոն աշխատեն, ռազմական գնումների մասին է խոսքը, երկրորդը որ կամ այնքան ճշգրիտ պետք է իրականացնես այդ գնումները, որ իսկապես կարողանան ամերիկյան, հնդկական, չգիտեմ, ռուսական, ֆրանսիական տեխնոլոգիաները սկսել իրար հետ ռազմական առումով մարտական պայմաններում աշխատել։ Նախ պիտի նշեմ, որ այս դրոնների կիրառում, ասենք, հրթիռահրետանային միջոցների տեսանկյունից, այստեղ որևէ խնդիր ես չեմ տեսնում, որտեղ Հայաստանի զինված ուժերի հրթիռային եւ հրետանային միջոցների մեծ մասը, որոնք որ գնվել են այս վերջին տարիներին, դա հրետանին է Հնդկաստանից եւ ձեր նշված Ֆրանսիայի ցեզերները 155 մմ-ից, որևէ ձևով այդ ընդհանուր համակարգի մեջ կառավարման կապի հետախուզության համակարգերի մեջ ներառելու առումով ես որևէ խնդիրներ չեմ տեսնում եւ ավելին այդ դրոնները հենց նմանատիպ միջոցների հետ աշխատելու նպատակն է Այլ բան է, որ նաև եւ հրետանին, եւ հակաօդային պաշտպանությունը, եւ այլ համակարգերը, որոնք որ պետք է հետախուզական ինֆորմացիա, այդ թվում նաև այս նոր գնվող Միացյալ Նահանգներից դրոններից, պիտի նաև ներգրավեն ընդհանուր կառավարման միջոցների մեջ։ Եվ այստեղ ինչքան որ ես հասկանում, Հայաստանի Հանրապետությունը փորձում է այդ ընդհանուր սետեկենտրոն կառավարման միջոցների նոր
իր սեփական համակարգը ստեղծել, օգտվելով նաև իր որոշ արտասահմանյան գործընկերների աջակցությամբ, եւ ես չեմ կարծում այստեղ մենք լուրջ խոչընդոտներ կունենանք ներգրավելու եւ արդեն գոյություն ունեցող մեծամասամբ այսպես կոչված արևմտյան ստանդարտների հրետանային եւ արդյունային միջոցների եւ որոշ զինատեսակների, որոնք որ ժամանակին ձեռք էին բերվել Ռուսաստանի Դաշնությունից կամ մնացել են ժառանգություն սովետական բանակից։ Որևէ լուրջ խնդիր մենք այս առումով չունենք, մեր գլխավոր խնդիրը ընդհանրապես նաեւ ավելի ներքին այդ կառուցվածքային եւ կազմակերպչական գործընթացները մեր զինված ուժերում, որոնք որ որևէ տեխնիկական միջոցների տարբերությամբ չեն պայմանավորված, այլ պայմանավորված են մեծամասամբ կազմակերպչական եւ կառավարման բյուրոկրատական համակարգի եւ կադրային լուծումների հիման վրա։ Շատ լավ, տեսեք, թույլ տվեք ընթերցեմ J.D. Vance-ի խոսքից մի հատված, որը վերաբերում էր հենց սպառազինության վաճառքին, տվյալ դեպքում ոչ մահացու, ինչպես դուք եք ասում, բայց այնուամենայնիվ հետաքրքիր մի հայտարարություն արեց իմ կարծիքով։ Ես նաև շատ ուրախ եմ, ես մեջբերում եմ իր խոսքը։ Ես նաև շատ ուրախ եմ վարչապետի հետ ընդամենը մի քանի րոպե առաջ տեսնելու նոր անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները, որոնք մենք կվաճառենք Հայաստանին։ Այո, նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է։ Իսկ իրական զսպման գործիքներ ունենալու լավագույն միջոցն աշխարհի լավագույն ռազմական տեխնոլոգիաների օգտագործումն է, եւ Միացյալ Նահանգներն ունի դա։ Սա ինչի մասին է խոսում, որ Միացյալ Նահանգները տրամադրված են Հայաստանին տրամադրել այնպիսի միջոցներ, որոնք իրավիճակ են փոխում ռազմի դաշտում կամ կարող են փոխել, չգիտեմ, այսպես խաղի կանոններ փոխող են, զսպող միջոցներ են Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Դժվար թե կարելի է պատկերացնել, որ տեսանելի ապագայում նույնիսկ Միացյալ Նահանգների ներգրավությամբ այդ բալանսը լիովին կարա փոխվի, բայց այդ կարծում եմ առանցքային տերմինը զսպումը, deterrence-ը, որը որ նաև դառնում է եւ միջև 20 թվականի պատերազմը եւ հատկապես 20-23 թվականի դարձությունից հետո իրականում կարծում եմ դառնում է հայեցակարգային հիմք Հայաստանի զինված ուժերի եւ ռազմավարական մեր միջավայրի արձագանքի առումով, այո, տեխնոլոգիական նոր միջոցները կարան նպաստեն այդ զսպման իրավիճակի ստեղծմանը եւ զսպման այդ իրավիճակը կարա գործի նույնիսկ եթե ասենք տարածաշրջանային մրցակիցների միջև գոյություն չկա լիակատար ոնց որ մաթեմատիկական ռազմատեխնիկական բալանս եւ այն հանգամանքը, որ այդ զսպման միջոցների ներգրավման մեջ մենք ստանում ենք տեխնոլոգիական նոր էլեմենտ, Միացյալ Նահանգների տեխնիկական աջակցության դեպքում դա կարևոր է, բայց ես այստեղ նաև պիտի կրկին նշեմ, որ նույնիսկ ոչ լետալ, բայց ժամանակակից տեխնոլոգիական նոր, ասենք խոսք համարվող դրոնների վաճառքը դա նաև քաղաքական եւ ռազմավարական գործարք է եւ այստեղ մենք Հայաստանի հետագա զսպման հնարավորությունների ուժացման առումով մենք տեսնում ենք երկու ոնց որ բաղադրիչ զուտ տեխնոլոգիականը այդ դրոնների կարծում եմ նաև որոշ այլ միջոցների կապի հետախուզության նոր միջոցների շուրջ նաև բանակցություններ տեղի կունենան Հայաստանի եւ Միացյալ Նահանգների կողմից եւ նաև ռազմավարական եւ ռազմաքաղաքականը հենց այն փաստը որ Միացյալ Նահանգները տրամադրում են Հայաստանին այս միջոցները շատ լավ հասկանալով որ այդ միջոցները նաև որոշ չափով հենց այդ զսպման էլեմենտի դերը կարող խաղան Հայաստանի Հանրապետության համար։ Եվ այս առումով, եթե սրան գումարենք TRIP-ի նախագիծը ծրագիրը, այն որ քննարկումներ են կարծես գնում նրա մասին, որ ամերիկյան կարող է մոդուլյար այսպես տեխնոլոգիաներ, խոսքը ատոմային միջուկային տեխնոլոգիաների տրամադրման մասին, տեխնոլոգիաներ տրամադրել Հայաստանին։ Ամբողջ կոմպլեքսի մեջ երբ դիտարկում ենք եւ այս այցը փորձում ենք գնահատել, ինչ եզրահանգման ենք հասնում։ Դե իրականում միայն այն հանգամանքը, որ հաստատի եւ Հայաստան եւ Ադրբեջան այցելումը եւ այցելելը արդեն Միացյալ Նահանգների ամենաբարձրաստիճան պաշտոնյան ամբողջ անկախության շրջանում դա արդեն իսկ հասկանալի պատճառով ունի լուրջ քաղաքական եւ աշխարհակական բաղադրիչ։ Ինչ վերաբերում է միջուկային էլեմենտից, ինչ վերաբերում է TRIP-ի
կոմունիկացիոն էլեմենտից, ապա այստեղ բնականաբար հայտարարությունների պակաս չկա եւ նաեւ ինչ որ ձևակերպումների, բայց մենք նաեւ պիտի տեսնենք այդ գործընթացների իմպլեմենտացիան հողի վրա, ոնց որ նշում եմ, որտեղ մենք գիտենք նաեւ որ այդ մոդուլյար ատոմակայանների տեխնոլոգիական գոյություն ունի, բայց դեռ փաստացի չի կիրառվել, միգուցե նաեւ Հայաստանի դեպքում դա հեռանկարում դառնա առաջին, ասենք, օրինակներից մեկը, եւ այստեղ ոնց որ շատ մասնագետներն են նշում, իսկապես մենք ունենք բավականին լուրջ քաղաքական բաղադրիչ, այդ թվում նաեւ այցերի, հայտարարությունների, փաստերի միջով, եւ ամենակարևորը թե ինչքանով իմպլեմենտացիան մենք հողի վրա կունենանք եւ տրանսպորտային կոմունիկացիոն էլեմենտը եւ միջուկայինի եւ տեխնոլոգիականի, ոչ միայն ռազմատեխնիկականի, այլ մենք գիտենք որ նաեւ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև համագործակցության հեռանկարային էլեմենտներից մեկը նաեւ բարձր տեխնոլոգիաներում դատա կենտրոնների փոխնախագահ Վենցի կոչվից արտահայտված նաեւ գաղափարները չիպերի հետ եւ այլն, այսինքն այդ բաղադրիչները չափազանց կարեւոր են եւ կարծում եմ նաեւ չափազանց ամբիցիոզ են Հայաստանի պես երկրի իր ծավալների եւ հնարավորությունների համար եւ այստեղ գլխավոր խնդիրը դա ինչ արագությամբ եւ ինչ տեսքով մենք դա կտեսնենք այդ բոլոր գաղափարների իմպլեմենտացիան մի կողմից եւ մյուս կողմից նաեւ չմոռանանք փոխնախագահ Վենցի այցի միգուցե ամենակարևոր բաղադրիչը դա Միացյալ Նահանգների ներգրավվածությունը Հայաստան եւ Ադրբեջանի միջև այդ խաղաղ բանակցային ծրագրերի աջենդայի առաջ խաղացմանը, որը պարզ է որ այդ տեսանկյունից այլ որակապես այլ խնդիր է, որը որ տարբերվում է բոլոր տնտեսական, տեխնոլոգիական կամ էներգետիկ կոմպոնենտներից։ Վերջին հարցը J.D. Vance Հայաստանից մեկնում է Բաքու, իսկ Վաշինգտոնը զուգահեռաբար պաշտպանական աջակցություն է խոստանում Ադրբեջանին ռազմական մոտորանավակներ, զրահապաճկոններ եւ այլն, որի մասին արդեն հայտարարվել է։ Արդյոք այս առումով մենք չենք մտնում մի շրջափուլ, որտեղ տարածաշրջանային սպառազինությունների մրցավազքի հիմնական մատակարարը կարող է դառնալ Ամերիկան նախկինում Ռուսաստանի փոխարեն եւ որքանով է ամերիկյան զսպման մեխանիզմները այդ առումով վստահելի ըստ ձեզ։ Գիտեք, այստեղ մի եւ միջև, ասենք, երբ Ռուսաստանն էր հանդիսանում գլխավոր մատակարարը, կար դիսբալանս հնարավորություն, այսինքն Ադրբեջանը գնում էր Ռուսաստանից եւ այլ երկրներից զենք եւ զինամթերք մեծամասամբ սեփական միջոցների հաշվին եւ նաեւ գերադասում էր նաեւ դա գնել մեծամասամբ Ռուսաստանի, նաեւ ազդելով Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ֆորմատի պահով, այս բան թվում է Միացյալ Նահանգները այդ կանել մահաբեր եւ առավել եւս ցամաքային թատերաբեմում Հայաստանի դեմ օգտագործվող լուրջ զինատեսակներ չի տրամադրում Ադրբեջանին, բայց եթե Միացյալ Նահանգները ներգրավեն այս տարածաշրջանային, ոնց որ դուք նշում եք, ոչ թե մրցավազքի, այլ սպառազինությունների մատակարարման ֆոնում, ապա նույնպես խնդիր է լինելու Միացյալ Նահանգների համար քաղաքավորոշում ընդունել արդյոք Հայաստանը այստեղ որպես ավելի քիչ ռեսուրսներ ունեցող երկիրը ավելի պրեֆերենցիոնալ, ավելի նպաստավոր հնարավորություն պիտի ստանա, թե ոչ, ասենք, ի տարբերություն Ադրբեջանի։ Եվ թվում է, թե այս պայն հայտարարված այն միջոցները, որոնք տրամադրվել են Ադրբեջանին, պարզ է, որ այդ տրամաբանության մեջ են մտնում, որտեղ դժվար թե որակապես որևէ ձևով կարան Հայաստանի հետ Ադրբեջանի ռազմատեխնիկական բալանսը ավելի, ասենք, առավելություն ուժեղացնենք եւ բացի դրանից, ոնց որ նշեցի, մենք տեսնում ենք նաեւ Ադրբեջանը ուժեղացնում է իր ռազմատեխնիկական համագործակցությունը այլ երկրների հետ, սկսած Պակիստանից եւ նաեւ բանակցությունները գնում եվրոպական մի շարք այլ երկրների հետ, որտեղ որ Միացյալ Նահանգները պարզա որ պիտի համապատասխան հետևություններ անի, թե արդյոք այդ զարգացումների ֆոնի վրա պատրաստ է համապատասխան ռազմատեխնիկական արձագանք տա նաև Հայաստանի հետ իր հարաբերությունները։ Պարոն Մինասյան, շնորհակալ եմ ձեր ժամանակի համար, շնորհակալ եմ, որ կապեցիք մեզ հետ։ Իմ զրուցակիցը Կովկասի ինստիտուտի փոխնախագահ քաղաքագետ Սերգեյ Մինասյանն էր։ Շնորհակալություն, կհանդիպենք։